Եթե մենք հաջող ենք խաղաղություն ունենալու հարցում, ակնկալիքը այն է, որ մենք կունենանք բավականին դրական զարգացումներ տնտեսական առումով, բայց այս պայդրությամբ այն ինչ որ մենք ունենք ու ռեալ գնահատականն է, էլի ոչ թե սենտիմենտների վրա հիմնված գնահատականը, դա մեր ռիսկի պրեմիայի որոշակի նվազումն է օգոստոսի 8-ից հետո, որը ըստ էության այդտեղ երկու գործոն կա, որ մենք պիտի հաշվի առնենք, իրանց իհարկե շատ դժվար է տարանջատել։ Մեկը այն է, որ ընդհանուր զարգացող երկրներում կա նաև որոշակի նվազում ռիսկի պրեմիաների Ամերիկայի նկատմամբ, տենդենցիային, տրենդային, բայց նաև ունենք հենց այդ կոնկրետ այդ նվազումը օգոստոսի 8-ից հետո, որը նաև իր մեջ հենց այդ իդիոսինկրատիկ այդ երևույթի հետ երևույթ է կապված ավելի շատ։ Իրականում դա կա, իսկ հնարավոր է ինչ-որ ձևով զտել